Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այսպես եզրույթում Նինա Կարապետյանց հետ նժար սահմանադրական շարժման ներկայացուցիչ, վարչապետի թեկնածու, ճիշտ եմ ներկայացնում։ Դեռ այո։ Հուսանք միշտ այդպես կլինի։ Տիկին Կարապետյան, տեսեք, մենք դուք ակտիվ որպես իրավապաշտպան, որպես լրագրող, մենք նախորդ իշխանությունների ժամանակ մշտապես արձագանքում էին այն ապօրինություններին, որ անում են իշխանությունները։ Հետաքրքիր է, որ այս ժողովրդի անհանդուրժողականության, անարդարության նկատմամբ, թալանի նկատմամբ իշխանության եկած մարդիկ ոչ միայն փոխեցին բարքերը, ոչ միայն շարունակում են հարստանալ, հա, ինչպես նախորդները, նախկիններն էին հարստանում, ոչ միայն ապօրինություններ են անում, այլ իմ տպավորությունն է, որ ապօրինություն անողներին էլ են նույն դեմքերով պահում, հա, այսինքն օլիգարխները նույն մարդիկ են, նախորդ երկու շաբաթ առաջ մենք իմացանք անգամ մարդ ծեծողներն են նույն մարդիկ, հա, բարձվեց, որ նախկին հանրապետական падգամավոր Միրան Հակոբյանին բռնության են ենթարկել, նախկին հանրապետական падգամավոր Մեհեր Սեթրակյանի հետ փոխկապակցված մարդիկ։ Եվ անգամ իր դստեր մեքենայով են հանցագործներին, ենթադրյալ հանցագործներին տեղափոխել։ Սա ինչ է, սա ինչ դեֆորմացում է, սա ինչ քաղաքական այլանդակության, այլասերվածության դրսևորում է, որովհետև դու իբր խոսում ես, պայքարում ես մի բանի դեմ, եկել ես անգամ ոչ միայն նույն բաներն ես անում, այլ նույն մարդկանցով ես նույն բաներն անում։ Գոնե փոխեին, ինչ որ ուրիշ Մեհեր Սեթրակյան գտնեն, էլի։ Ինչի համար։ Ինչի ժամանակ ծախսես, ռեսուրս ծախսես։ Եթե դու տեղավորվում ես Սերժի կոստյումի մեջ, ոնց որ ասում էր ժամանակին, եթե քեզ համար նորմալ է ամբողջ իշխանությունը զավթելու, օրինական ճանապարհով զավթելու այդ մեխանիզմը քո համար ընդունելի է, եթե դու չես իրականացնում լուստրացիա, դու չես 6-ին, դու չես իրականացնում բարեփոխում ոստիկանության, 1000 անգամ 19 թվից ասում եմ ռադիոյի գիծը վրես ընկած խոսում եմ, ասում եմ եթե չի անում փոփոխություն, ռեալ փոփոխություն, ուրեմն իրան ինչ որ պահի էս ամեն ինչ օգտագործելու է։ Դե հիմա եթե կային պատրաստի մարդիկ, ովքեր այդ ծեծը ապահովում են։ Եթե մեր Սեթրակյանը գիտի ոնց կազմակերպի ծեծը, ոնց մարդը ասում է մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում, տարբեր ժամանակներում ծառայություններ մատուցելու տարբեր ձևերով, ընտրություններին միջամտելուց սկսած մինչև մնացած ամեն ինչը։ Հիմա Նիկոլ Փաշինյանին ոչ միայն այդ բռնություն, ծեծ, ոստիկանություն այդ մնացածը, հիմա իրանք նաև ընտրություններին ընթառաջ փորձելու են օգտագործել այն բոլոր գործիքակազմ, այսպես ասած 10 ովշիկներին, որոնք աշխատել են ուրիշի համար, իրանք աշխատել են իրանք համար։ Մարդիկ անհաշվելի փորձ ունեն։ Ինչ արվեց, որպեսի հաջորդ ընտրությունները, որտեվ 18 թվականի ընտրությունը դա ուրիշ պատմ, դա ընտրություն չէր, դա այդ էյֆորիայի վրա գնացած բան էր։ 21 թվականինը sense էքստրեմալ վիճակ էր, որտեղ հասարակությունը իր դիրքորոշումը հայտնեց, մի անգամ էլ մերժեց նրանց, ում փաստացի ոչ թե Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել, այլ ժողովուրդը գնաց ուղղակի մերժեց նրանց, ում որ մերժել է։ Բայց 21-ի հետ կապված արձանագրենք, որ նաև տեղեկատվական խայտառակ ահաբեկչություն ա եղել հասարակության նկատմամբ։ Միանշանակ։ Տեսեք, այն Ռոբերտ Քոչարյանի նկուղում պահվող գերիներից միջև կոչ անել, որ դիրքերից մարդիկ իջնեն ու այստեղ հաշվի արդար տեսնեն, այսինքն, գիտես, ես համաձայն եմ քեզ հետ, որ պատկերը քվյատուփերում ենթադրաբար չի փոխվել, բայց միջև քվյատուփերը այդ ամեն ինչ էլ այդքան օրինական չի եղել։ Ընտրությունը միայն քվեարկությունը չի, ամբողջ գործընթացն է, հա, այս ինձանից լավ։ Հատկապես պետք է հիշել, որ հանրապետության հրապարակում են մեծ էկրաններից հնչում էր բռնության կոչեր եւ որևէ մեկը դրան չի արձագանքում։ Ոչ միայն հնչում էր, օրինակ քաղաքացիական ժամանակին քաղաքասարակության ներկայացուցիչ Լենա Նազարյանը այդ տեսանյութը կիսվել էր իր էջում, խայտառակություններ միայն այս չեն, բայց նայ, հիմա տես, ինչու եմ ես մարդիկ երևի լավ ովքեր կարճ հիշողություն չեն հիշում, ինչու ենք ասում, որ Մեհեր Սեթրակյանը նույն բանը այն ժամանակ էր անում, հիմա օգտագործվում է։ Ես չեսնեմ, որ Մեհեր Սեթրակյանի հետ կապված մարդիկ ժամանակին դաժան ծեծի ենթարկեցին ընդդիմադիր Սուրեն Սարգսյանին, լրագրող, ազատամարտիկ, մարդը մահվանից փրկվեց, եթե հիշում ես այդ կադրերը։ Հետո այլ ուրիշ ազատամարտիկներ ծեծի ենթարկվեցին, բռնությունների ենթարկվեցին, ՊՊՑ գնդի ժամանակ Սարի թաղի այդ երթի ժամանակ հարցակում ոստիկանների հետ Մեհեր Սեթրակյանի
ներկայացուցիչները հարձակվել էին քաղաքացիների վրա, այսինքն սա ըստ էության մենք կարող ենք ասել, տեսեք, այդ գործողությունները որ եղան, հանրապետական արդեն ավարտվեց դրանով։ Չնայած իրենք 17 թվականին կարողացան թիվ ներկայացնել, ուրանք հաղթել են ընտրություններում, դրան համաձայնեց Նիկոլը, Եվրամիությունը, չգիտեմ, դիտորդներ, հա, բայց դա ըստ էության նաև ավարտ էր, մի տարետու իրենք կորցրեցին իշխանությունը։ Մենք կարող ենք ասել, որ Փաշինյանը հասել է այդ ավարտին իր իշխանությունը, որ այո, իրենք կարող են ապօրինություններ անել, այո, իրենք կարող են մարդ ծեծելով, սպանելով, պահել իշխանությունը, բայց այդ իշխանությունը հնարավոր չի լինի երկար պահել։ Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց է ավարտվել, իսկ կարծում եմ, որ երբ որ սկսեցին արդեն անցնել կարմիր գծերը ու ստերը սկսեցին հասկանալի դառնալ հասարակության, մեր ժողովուրդը ուղղակի իր պատասխան արձագանքը տալիս է մի քիչ այլ կերպով։ Մասնավորապես օրինակ մայիսի 9-ի Բագրատ Սրբազանի process երբ որ հավաքվեց, այդ փողոցում կանգնած մարդիկ ու այս ամեն անգամ 1000 անգամ կրկնել եմ, էլի պիտի կրկնեմ, մարդիկ ասում են անդադ նույն բանն ասում, բայց դա կարևոր է մարդկանց հասկանալու։ Իրար կողք կանգնած են եղել մարդիկ, ովքեր առօրյա կյանքում, այլ կյանքում, նախորդ կյանքում իրար բարև չէին տա։ Հասկանում եք, դա իսկապես այդ վերաբերմունք է։ Ու եթե դա տևեր որոշակի ժամանակ, ես համոզված եմ, որ ինչ որ process տեղի կունենար։ Այլ խնդիր է, համաձայն եմ ես Բագրատ Սրբազանի ինչ որ ասած հայացքների հետ կուզենա, ես որ ինքը լիներ թե չէ, այդ լրիվ ուրիշ հարց է։ Խոսքը process-ի մասին էր։ Նիկոլ Փաշինյանը ավարտված է շատ վաղուց։ Մենք չենք, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը դրա մասին խոսում է բոլոր սոցիոլոգիական հարցումներով։ Մոտավորապես 60-ից 80% տարբեր հաշվարկների պարագայում ասում է ոչ, թե նախկիններին, թե ներկաներին։ Հիմա ամբողջ խնդիրը մենակ կարողանալ ճիշտ գեներացնել այս մարդկանց միտքը, ցասումը, վրդովմունքը, վիրավորանքը։ Ոչ մի նախորդ իշխանություն իր սեփական ժողովրդին այսքան չի նվաստացրել, արժանապատվությունը այսքան ոտի տակ չի գցել ու չի ստիպել զգալ, ինչ ասեմ, կենթանի բուտաֆորիա, էլի, որ դուք ժողովուրդ չեք, դուք ազգ չեք, դուք պատմություն չունեք, դուք անցյալ չունեք, դուք ապագա չունեք, ձեր ապագան մենակ ես եմ, ես։ Կառավարությունը ես եմ, ասում եմ որոշողը ես եմ, ձեր ապագան ես եմ, ասում եմ ապագա կա եւ դա Նիկոլ Փաշինյանն է, այդպես չի։ Իդեպ իրան այտենց սատարող, իրան այտենց նվիրված այդ ինչ ասեմ, բարոյազուրկ տեքստեր արտաբերողներին պիտի ասեմ, ժողովուրդ Նիկոլից հետո կյանք կա։ Նիկոլը գնալու է մենակ ամենայն հավանականությամբ քրեակատարողական հիմնարկ, ես դրա այդ հույսով եմ ապրում։ Լավագույն դեպքում, հա, ու ասում եմ աղոթի, որ գան իշխանության նրանք, ովքեր որ ապահովելու են քո դատավարությունը, որովհետև դու ոչ մեկին այլևս պետք չես լինելու, երբ որ քո ինչ ասեմ, այդ դավաճանական գործողությունները ավարտի հասցնեն։ Ես ավելին ասեմ, ինքը առաջին հերթին պետք չի նրանց, ովքեր բերել են իրեն։ Ովքեր պատվերն ապրեք։ Ես միշտ եմ ասում, որ Հայաստանի ներսից իր կյանքին վտանգ չի սպառնում։ Իր վտանգը սպառնում է իր պատվիրատուներից, որովհետև իսկապես ինքը եւ մարդիկ գիտի, ասում է ստավկի, էցի, հա, իմինա, պարոլի, գործակալական ցանցի իհարկե ու պետքա բացահայտվի նաեւ իր գործակալ լինելու մասին տեղեկությունները ամենայն հավանականությամբ մնում է պարզենք, որ երկրի գործակալն է եղել, որովհետև քո երկրի ներսում sense գործողություն անող մարդը չի կարա ներկայացնի այս ժողովուրդը։ Դու հաստատապես ուրիշի գործակալն ու պատվերը կատարողն ես։ Տիկին Կարապետյան, ես վստահ եմ դուք հիշում եք ժամանակին մի գործիչ կար Ահարոնյան, ամենտեղ գեյեր էր փնտրում։ Հա։ Միտինգներ էր անում, բան, հետո պարտադիր որ ինքը գեյ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այսքան որ խանդավառ պայքարում է KGB-ի գործակալների դեմ, ես շատ մեծ մտավախություն եմ, որ կարող է պարզվի ամենամեծ այդ KGB-ի ամենամեծ գործակալը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Շատ հավանական է, ու դա էր պատճառը, որ ես 18 թվականից սկսած ոնց որ էլի նորից հանրային ռադիոյի գիծը վրես ընկած խոսում եմ, որ մենք կարիք ունենք լյուստրացիայի, լայն իմաստով լյուստրացիայի, որովհետև մենք պիտի հասկանանք, թե ով ինչով է զբաղվել, որպեսզի այդ ոչ թե ինձ պետք էր որ իմանայի, այ օրինակ Բարիսը ինչ որ մեկի շպիոնն է, օրինակի համար։ Լավ, Նինան ինչ որ մեկի շպիոնն է։ Ինձ պետք էր, որպեսզի դա չօգտագործվի հետագայում, որպես կամպրոմատներ են, ինչ որ նրանք անում են հիմա։ Հիմա մենք դրանք բայց ներողություն, դա չարվեց, ինչու չարվեց, որտեվ հայտնի մի հատ խոսք կար, վերագրում էին բանի գեներալնի պրոկուրոր Սովետского Союза, ասում են փորեք այնքան, որ չգաք հասնեք ինքներդ ձեզ վրա, էլի։ Այ հիմա ես իդեպ առաջարկում եմ, ասում եմ, եթե սկսում եք լյուստրացիան, ես առաջարկում եմ, ամենաշատը ես եմ ճղճղում։ Ինձանից սկսեք, ես համաձայն եմ։ Բայց այդ process-ը չարվեց, որովհետև այնպիսի բաներ էին բացահայտվելու, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը այսպես շամպանսկու պրոբկի նման թռնելու էր դուրս։ Հետաքրքիր երեք հանրայինում բանավեճ էր, որին ես էի մասնակցում եւ երբ հակառակ կողմ մարդիկ էին Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնք ամեն տեղերի գործակալներ են փնտրում, ես առաջարկեցի ընդունել
օտարերկրյա գործակալների մասին նույն օրենքը ինչ կա Միացյալ Նահանգներում, ասեն, ահա, Կրեմլի ագենտ ես դու ուրեմն, ասում ժողովուրդ, Միացյալ Նահանգների copy paste անենք, ու անունները փոխենք պետության, Միացյալ Նահանգները ինչ օրենքով է պաշտպանում իր պետությունը, իր ազգային անվտանգությունը, այդ նույն օրենքը բերենք, ասենք դուք կարող եք ֆինանսավորվել Ռուսաստանից, դուք կարող եք ֆինանսավորվել այստեղից, բայց դուք չեք կարող զբաղվել քաղաքականությամբ, կամ եթե զբաղվում եք քաղաքականությամբ, պետք է մարդիկ իմանան, որ դուք ազդեցության գործակալ եք։ Հիմա նույն իրավիճակը այստեղ կգանք այդ գործակալների մասին լյուստրացիայի մասին օրենքին, որը ես էլ համաձայն եմ ձեզ անհրաժեշտ է այդ պետությանը, հիմա կասեմ ինչու է անհրաժեշտ, բայց մինչ այդ տեսեք, մենք որպես հասարակություն հոգնել էինք օլիգարխներից, հոգնել էինք, որ հասարակության աղքատ շերտը վճարում է բոլոր հարկերը, օրինապաշտ քաղաքացին վճարում է բոլոր հարկերը, իր համար ոչ մի ներում բեկում չկա, բայց չգիտես ինչու անընդհատ պետության հաշվին լավություն էր արվում իշխանության մոտ կանգնած մարդկանց, հա, մենք գիտենք այդ անունները եւ աբսուրդն է, որ այդ անունները հիմա էլ չեն փոխվել։ Նախորդ շաբաթ կառավարությունը ընդունեց որոշում, որով $60 միլիոն, ավելի քան $60 միլիոն հարկային արտոնություն տվեց նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը հիմա պարզ է հանրապետականում չէ, հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի շրջապատում է։ Եվ հիմնավորման մեջ բերված էր, որ այդ $60 միլիոն հարկերը որ կներվեն այս մարդուն, ինքը 120 աշխատատեղ կբացի։ Պատկերացնում եք, այդպես կարելի էր գտնել 120 աղքատ մարդու, ընդունել ինչ-որտեղ գործի ու տալ, չգիտեմ, իրաց ամբողջ կյանքի աշխատավարձը, մարդը $550,000 տալ, գնացեք բիզնես հիմնեք, չգիտեմ, ինչու է այս ճանապարհով գնում, այսինքն պարզ է, որ հասարակության աջակցությունը բացարձակապես չունի, բայց ինչու է շարունակում պետության հաշվին լավություն անել այդ օլիգարխներին։ Շատ պարզ, որովհետև այլևս հասարակության, ինչպես ասացիք, ինքը չունի աջակցությունը եւ կամ միակ տարբերակը վերընտրվելու, դա գնալ այդ ադմինիստրատիվ ռեսուրսներով, այդ թվում նաեւ որոշ օլիգարխների, որոնք ունեն մեծ ցանցեր աշխատելու, այս մարդկանց որոշակի լավություն անելու դիմաց, ակնկալել, որ իրենց գործիքակազմը կօգտագործեն իրենց խանութներում, չգիտեմ, տարբեր բիզնեսներում աշխատող մեծ թվով մարդկանց կուղեն այդ ընտրություններին, որպես Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու համար, չգիտեմ ինչ բան, հա, բիոմասա։ Ես ներողություն եմ խնդրում այդ մարդկանցից, ես իսկապես կարծում եմ, որ իրենք խցիկի մեջ լինելու են միայնակ ու կարող են իրենց դիրքորոշումը հայտնել ու պարտավոր են հայտնել, որովհետև Ժորժյան նորից Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա եւ այդ կյանքը պարտավոր ենք իրականություն դարձնել մենք, այ մեր այդ մի ձայնով։ Նախ շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր դժգոհ մարդ, անհամաձայն մարդ վերկանավ գնա ընտրություններին, դա պարտադիր պայման է, որովհետև եթե դժգոհները չգնացին ընտրություններին, անհամաձայնները Նիկոլի հետ չգնացին ընտրություններին, Նիկոլի ձայները տեսակարար կշիռով ավելի շատ են լինելու եւ ինքը ուղղակի վերարտադրվելու, մենք ավելի մեծ դժողքում ենք ապրում։ Այն ինչ որ հիմա որպես դիկտատուրա, ես պնդում եմ, որ մենք հիմա արդեն դիկտատուրայում ենք ապրում, որովհետև եթե մի հոգի կարողանում է պատվիրել, որ այս ինչ խանութը փակեք, ոնց ասում, հիմքեր քթեք, այս ինչ խանութը օրինական ոչ, պատասխանատվությունը ինձ վրա։ Հա, պատասխանատվությունը ինձ վրա։ Նույն տրամաբանության մեջ ես համոզված եմ քրեական գործեր հարուցել, չհարուցելու մասին, նույն բանն ասել էս մարդը։ Գնացեք բան արեք, հա, հիմքեր քթեք ու այդ տրամաբանության մեջ է, որ բազմաթիվ մարդիկ քրեակատարողական հիմնարկներում են հիմա, դատապարտված են կամ ուղղակի կալանքի սպասում են իրանց այդ քրեական գործերը ավարտին։ Սա պետք է ինչ-որ պահի կասեցնել։ Եվ այո, մեծ բիզնեսով զբաղված, դե օլիգարխիան մի քիչ ուրիշ է, օլիգարխիան երբ որ դու նաև իշխանության մեջ ես, դու բանեսան։ Հիմա սա Ալեքսանյան ինքը խոշոր բիզնեսի ներկայացուցիչը, որին տալիս են արտոնություններ ակնկալելով, որ այսպես առնվազն գոնե հակառակ կողմի վրա ինքը չի հայտնվի։ Օլիգարխիան նա է, ով կարողանում է որոշումների վրա ազդեցություն ունենալ։ Բայց հիմա կառավարության որոշման վրա մարդը ազդեցություն ունի, օլիգարխիա։ Հիմա կարգավիճակ չունի պաշտոն։ Չէ, մի րոպե, ինքը կարող է չի միջամտել, իրան կարող է առաջարկ են արել, այն բանի նման, ասում է, я тебе сделаю предложение, от которого ты не сможешь отказаться։ Հա, հիմա իրան արել են առաջարկ, հրաժարվելը պարզ չի թե իրա վրա ոնց կազդեր, որովհետև ենթադրում եմ, որ շատ մեծ բիզնեսը ինքը կարող է եւ խութեր ունենա, խնդիրներ ունենա ու կարողանան գնան Նիկոլի ասած գնացեք մի բան քթեք, ոնց ուզում եք քթեք, մի բան արեք։ Ուրիշ
ուրիշ ֆիլմ ինձ հիշեցրեցիք Տիկին Կարապետյանց բանը Գնքահայրը ֆիլմը, որտեղ ասում են ես քեզ ես լավություն անում եմ, բայց մի օր ես կգամ քո դուռը։ Այդ ժամանակ կհիշես, որ ես քեզ լավություն էի արել, հիմա ես կարծում եմ նաև այդ քեզանից ոչինչ պետք չի, բայց բայց մի օր կգամ, այո, Փաշինյան մի օր կգնա Սամվել Ալեքսանյան դուռը, ու այդ մի օրը կարծեք թե հունիսի կողմն է լինելու։ Ամառվա հա, եթե արտահերտ ընտրություններ չլինեն, ու ամեն ինչ նորմալ է, մարդը ստացել է պատրաստի կառուցվածք համակարգ, որտեղ այս ասում մարդը փողը ստեղ է, ձեն հավքողը ստեղ է, հա, հավատ տասովշիկները ստեղ են, կուսակցական ժողովները օրնող բանը հոգևորականները ստեղ են, մենակ մի բան է իր մոտ ավելացել, երբեք Հայաստանում հայրաքելական եկեղեցու նկատմամբ այսպիսի վայրակ հարցակում չի եղել, երբեք։ Անկախ նրանից, թե մարդիկ իրար հետ համաձայն են եղել, հաշտ են եղել, չգիտեմ ինչ են եղել, հավատացյալ են եղել, անհավատ են եղել, որտեղ մենք ունեցել ենք երկրի ղեկավարներ, որոնք ոչ օրհնություն են ընդունել, ոչ խաչն են պատճել, ոչ աղոթքն են իմացել, բայց հարցակում եկեղեցու վրա չի եղել։ Այսինքն մենք եկել ենք այլասերման այնպիսի տարբերակի, երբ որ քո հոգևոր հիմքերն են սկսում խարխլել ու դա պատահական չի արվում, ես համոզված եմ դրանում։ Սա այն վերջի բաստիոնն է, որը պիտի անկում ապրի։ Տիկին Կարապետյան, ձեր որ դուք ասացիք մասնակցությունը կարևոր է, եկեք մի փոքր բացենք դա, ինչու է կարևոր, որ մեր հերոստատողներն են, ովքեր միամիտ են գլխի ընկնեն, ինչու է կարևոր, պատկերացրեք, արգելի հերոստատողներ, դիցուկ կա 100,000 ընտրող, օրինակով, որից 15-20,000-ը Նիկոլ Փաշինյանի ընտրողներն են, 20%, 20,000։ Եթե ընտրությունների գնում է 80,000 ընտրող, այդ 20,000-ը ուրիշ տոկոս է, եթե գնում է 40,000 ընտրող, այդ 20,000-ը դառնում է 50%։ Սրա համար շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, գնան ընտրությունների։ Ես որևէ մեկին չեմ առաջարկում ում քվեարկել, բայց կան բազմաթիվ ուժեր։ Նինա Կարապետյանցի ներկայացած նժարից մինչև Սասնա Ծռեր, չգիտեմ, Հայաստան դաշինքից մինչև պատիվ ունեմ հանրապետական դաշնակցություն կարող է կտրել ցանկացածին ում ուզում եք։ Վստահ եմ ամեն մեկի ճաշակով ուժ կգտնի։ Բայց չգնալ ընտրությունների դա ամենա Ստատարել Նիկոլ Փաշինյան, քույտալ, որ իր տոկոսները տեսակարակշիռը, այստեղ շատ կարևոր է պատկերացնել եւս մի բան, որ Նիկոլ Փաշինյանին ընտրողները, իր մոլի երկրպագուները անպայման գնալու են ընտրություններին։ Մի մասին Նիկոլ Փաշինյանը որ ասում տպելով տանելու է բանի, դա պետական եպիսկոպոսներին ոնց գազելով տարան մայրաթոր, այդպես լցնելու են գազելամոլ եւ բաները, հա, հոգեվորականները։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իրան ընտրողներին սենց տենենց տանելու է ընտրություններին։ Հարցը նրանումն է, որ այդ թիվը պիտի այնքան փոքր լինի ընդհանուր թվի մեջ, որ Նիկոլ Փաշինյանը այո գուցե կանցնի պարլամենտ, բայց պիտի հնարավորություն չունենա գալ իշխանության։ Մենք պիտի կասեցնենք այս անկման process-ը, սա խայտառակություն է, սա, չգիտեմ, գիտես, մի բան է, երբ որ դու անհամաձայն ես իշխանությունների հետ, դու իրանց հետ կռվի մեջ պատերազմի մեջ ես, լրիվ ուրիշ պատմություն է, երբ որ ամբողջ ազգը ու ժողովուրդը ուղղակի նվաստացման process-ի մեջ ապրում, սա պետքա կասեցնել Ժորժ ջան։ Մենք իսկապես ունենք հնարավորություն դա անելու եւ դա ոչ միայն ընտրություններն է, ես կարծում եմ, որ եթե մեր հասարակությունը հասունանա ու գտնվեն այն մարդիկ, ովքեր կկարողանան առաջնորդել, այդ թվում նաև սահմանադրությամբ չարգելված այլ միջոցներով, երթերով, հավաքներով, մնացածով, դա էլ է օրինական եւ դա էլ պետք կարելի է իրականացնել եւ պետք է իրականացնել։ Եթե անգամ ընտրություններից առաջ պետք է միշտ ակտիվ տակ փողոց պահել, որովհետեւ դուք տեսնում եք Եվրոպայից ինչպիսի Ես ինչ եմ Եվրոպայանում տալ, որտեղ բացավայ այդ հայտարարությունը, որտեղ ուրիշ աշխարհակաղակական կենտրոններ, Ռուսաստան, Թուրքիա կարող է տակից օգնեն կամ անտարբերությամբ օգնեն, հա, ինչպիսի հայտարարություններ են հնչում, փաստորեն Նիկոլ Փաշինյանը ինքնիշխանությունից խոսող այդ մարդը, ամեն օր ինքնիշխանությունից են բարբաջում, արտաքին մասնակցություն է բերում մեր ներքաղաքական կյանքին։ Մի հատ փոքր ուղղում։ Մենք միշտ որպես քաղաքասարակություն ստացել ենք ֆինանսավորում ընտրությունների process-ները վերահսկելու համար, բայց դա արվել է հավասարաչափ։ Տիկին Կարապետյան, այլ բան է որ քաղաքասարակությունը ստանում է, նու քաղաքասարակությունը այլ բան է որ ձերպես իրավապաշտպանները ստանում են եւ դուք կողմ չէիք։ Հա, որևէ մեկի կողմ։ Այլ բան է, երբ որ հիմա հասկանալ է, չէ՞ ում են այդ ֆինանսավորումը տալիս։ Այդ մարդիկ կողմ են։ Եվ կայակալասի հայտարարությունն էլ էր որպես կողմ հանդես գալու հայտարարություն, որովհետև այդ հայտարարությունը չպիտի արվեր Նիկոլ Փաշինյանի
նախարար Արարատ Միրզոյանի կողքին թող քաղաքասարակության հետ հանդիպեին այդ հայտարարությունը անեին Սա գիտեք շատ կարևոր է, ես չգիտեմ, Տիկին Կալասին կհասցնեն թե չէ, ենթադրում եմ, որ նու իրան չէ, բայց որոշակի մասաների все-таки կհասնի պաշտոնյաների, շատ կարևոր է հասնել։ Եթե դուք կարծում եք, որ այսպիսի գործողություններով դուք հայ հասարակությանը փորձելու եք կտրել Ռուսաստանից, դուք չարաչար սխալվում եք։ Դուք ձեր գործողություններով անում եք ամեն ինչ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը իր հակասահմանադրական, հակաժողովրդավարական եւ չգիտեմ, հանցագործ գործնեությամբ քաղաքասարակության են ներկայացուցիչները, ովքեր ներկայանում են իբր ժողովրդավար, իբր արևմտամետ եւ դուք Տիկին Կալաս ձեր գործողություններով եւ արևմտյան բաները, հա, դեսպանատները իրենց դեսպաների տոտալ լռության պայմաններում դուք բոլորը մեզ տանում եք բրթելով, այսինքն տանում եք դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Սա ես չեմ պատկերացնում իրանց վերլուծական մարմինները, կենտրոնները, ընդհանրապես հայ ժողովրդի պատկերացումները, մտածողությունը կարողանում են գնահատել, թե չէ, իրանք ընդհանրապես տեղ հետաքրքրվածություն, թե չէ։ Եվ երկրորդ հարցը, եթե դուք կարծում եք, որ հայ ժողովուրդը կհաշտվի այն մտքի հետ, որ մեզ առաջար կարվի, այսպես ասած, դեպի արևմուտք, բայց այդ արևմուտքը լինելու է Թուրքիան, դուք եւս չարաչար սխալվում եք։ Դուք նորից բրթում եք հայ ժողովրդին, հայաստանցիներին, դուք բրթում եք դեպի Ռուսաստան։ Եթե դուք իսկապես ուզում եք, որ մեր կապը հայաստանցիների, Հայաստանի կապը Ռուսաստանի հետ, նվազի գոնե, ոչ թե կտրվի, այլ նվազի, որովհետեւ կտրվելը մի քիչ դժվար է պատկերացնել այն գործողությունները, օրինակի համար ուզում եք, որ կտրվի, ձեր գործողությունները հակառակ էֆեկտն են տալիս։ Շնորհավորում եմ, դուք տանում եք Հայաստանը ընտրություններից հետո ավելի շատ դեպի Ռուսաստան։ KGB-ի գործակալ։ Ես հիմա հասկանում եմ, որ իմ հասցեին հիմա հնչելու է աշխարհի այդ պիտակներ ու այդ ամեն ինչը, բայց սա մեր իրողությունն է։ Եթե դա չեն կարողանում հասկանալ, կներեք, ես չեմ հասկանում իրանց գործողությունների տրամաբանությունը։ Սա հաստատապես եմ ասում։ Ձեր բոլոր գործողությունները տանում են դեպի Ռուսաստան ավելին, քան մենք եղել ենք երբևէ։ Այնպես որ ես մտածել Ժորժյան։ Ինչն է նաև հետաքրքիր, Տիկին Կարապետյան։ Ես իմ քաղաքական աշխարհակահաղական հայացքներով չեմ կիսում ձեր հայացքները։ Նորմալ է։ Բայց այդտեղ ինչ խնդիր կա։ Ինչու եմ ես մեծ սիրով միշտ ձեզ հյուր հրավիրում, որովհետև ես վստահ եմ, որ դուք ձեր քաղաքական միավորը չի փորձում Հայաստանի հաշվին սպասարկել արևմուտքի շահերը։ Միանշանակ։ Մարդը կարող է աշխարհակահաղական տարբեր մոտեցումներ ունել, ու շատ նորմալ է, որ հասարակության մեջ տարբեր գույներ կան, բայց իմ համար նույնքան մերժելի են մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի շահերի հաշվին սպասարկել ռուսական կամ այլ շահեր, որովհետև այո, ես կողմ եմ Ռուսաստանի Դաշնակցային հարաբերություններին, բայց ոչ այն իմաստով, որ մենք պիտի դառնանք մանրադրամ այդ կենտրոնի, բայց նույնն էլ չպիտի Հայաստանը մանրադրամ դառնա արևմուտքի համար։ Հիմա այստեղ է, որ փաստորեն ստացվել է մի իրավիճակ, որ Եվրամիության ակտիվ ջանքերով արևմուտքի թեզերը ներկայացնում են մարդիկ, ինչպես դուք ասիք, որոնք Հայաստանն ավելի օգնում են մեզ կոպիտ ասած։ Ձեր դեպքում շնորհակալություն Կայա Կալասին։ Տիկին Կալաս, խնդրեմ, պրոռուսական ուժերը շատ շնորհակալ են ձեզանից, բայել եք։ Եվ Կայա Կալասից եւ մնացած զանգվածից ովքեր սպասարկում են այստեղ իր մտքերը։ Հիմա գանք այդ բանեն իլյուստրացիայի մասին քննարկումներին։ Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության ծառայությունը վերջերս հրապարակեց մի թուղթ, չեմ կարող ասել փաստաթուղթ, որը ասում են 80-ականներին հայերենով է գրվել KGB-ի կողմից, ասեն KGB-ն շատ հայկական ծառայություն է, հայամետ ծառայություն, գրվել է այդ ժամանակ, երբ որ Եզրափ Սրբազանը Սանկտ Պետերբուրգում եղել, ասեն ոչ միայն Հայաստանում, այլև Պետերբուրգում հայերեն հայատառ են գրել։ Անպայման, այնտեղ բաժին ունեն երևի, որը հայերենի տենց պահպանման Նիկոլ Փաշինյանի համար կոմպրոմատների ապահովման բաժին տենց էլ գրել են, տակի զապիշը։ Այո։ Տեսեք, իհարկե վատ է, որ Խորհրդային միության մասին չի խոսքը։ Խորհրդային միությունը դա խորհրդային հանրապետությունների քաղաքացիների պետություններ, լավներ, վատներ մի կողմ, ազգային հարցերում ինչ վերաբերմունք ունի, բայց այդ պետությունը եղել է 70 տարի, մարդիկ եղել են այդ պետության քաղաքացիներ, եւ եթե չեն եղել դիսիդենտ, իմ համար անկեղծորեն եթե չեն եղել դիսիդենտ, դատապարտելի չի իրենց պետության հատուկ ծառայության հետ համագործակցել, բայց եթե եղել են դիսիդենտ, բայց ձեռետել ընկերների վրա գործ են տվել KGB-ին, դա անթույլատրելի է, անընդունելի է իհարկե։ Բայց իհարկե անընդունելի է, որ եթե խորհրդային միությունը փլուզվել է, հանրապետություններ ունեն իրենց հատուկ ծառայություններ, մարդը փորձի այլ հատուկ ծառայության հետ կապ պահել չէ, ծառայություն, որովհետև կապ
չպահել չի լինի։ Եթե դու Ռուսաստանի Դաշնությունում հայկական համայնքի հոգևոր առաջնորդներից մեկն ես, ոնց կարող ես կապ չպահել։ Այդ որ ամեն օրվա ռեժիմով այո, այդ ոնց կարող ես կապ չպահել։ 3 միլիոնանոց համայնք է, դուք տեսնում եք Ադրբեջանի համայնքի նկատմամբ ինչ գործողություններ են իրագործում։ Պատկերացրեք, եթե չլինեն այնտեղ ազդեցիկ հայեր, այդ մի բանը կարա հայերի նկա, ով ասես չի լինի։ Ну ազդեցիկ հայերի ներկայությունը դա չի կասեցնելու։ Եթե ռուսները որոշեցին ինչ որ Խոսքը դրա մասին է, որ համայնքը, չէ, դե հիմա Ադրբեջանի համայնքի հետ կապված կան հարցեր, չէ, այնտեղ Ուկրաինայի հետ կապված, եթե համայնքին կարողանում են հեռու պահել այլ ազդեցություններից, դա կարծում բավարար է։ Հիմա հրապարակված փաստաթուղթ ասում ենք լավ, եթե ենթադրենք իրական է։ 86 թվականին KGB-ում Լենինգրադում հայերեն են գրել, հասկան, ու 2000 թվականի ֆոնտով։ Էդ էլ ընդունեցիք, ես բոլորը ճշմարտություն են։ Ասում ենք լյուստրացիա արեք, իմանանք ձեր հայրերը, պապերը ինչով են զբաղված, դուք ինչով եք զբաղված եղել, որտեվ սա արդեն լյուստրացիա չի, սա եթե անգամ իրական է ասում եմ, սա նշանակում է, որ պետությունը իր ձեռքի տակ եղած տեղեկությունները օգտագործում է ըստ նպատակահարմարության։ Այս մարդը իրեն լավ պահեց, մենք չենք հրապարակի, լավ չպահեց, կհրապարակենք անգամ կեղծիքներով, հա։ Ձեր վերաբերմունքը։ Այստեղ մի քանի հարց կա։ Նախ մարդիկ ովքեր պատկերացում չունեն, ուրեմն սովետական միության տարիներին որևէ կրոնական կազմակերպություն, որևէ ուղղվածության կրոնական կազմակերպության չէր կարող լինել KGB-ի վերահսկողությունից դուրս, դա հնարավոր չի։ Այն ամենապաշտելի հայրաքելական եկեղեցու կաթողիկոսներից մեկը Վազգեն Առաջինը, ես գիտեմ մարդիկ, ովքեր KGB-ում հաստատել են, այսինքն ոչ թե իրանց գիտեմ, այլ իրենց սերունդների ժառանգների պատմությունները գիտեմ, ինչպես են այդ մարդիկ հաստատել կանդիդատուրան Վազգեն Առաջինի։ Ի վերջո Վազգեն Առաջինը վեհապարը դարձել 55 թվականին Ստալինի մահվանից խելքներ գլուխներ հավաքեք, դա հնարավոր չէր ուղղակի։ Այդ մի մասը խնդրի։ Բոլոր կրոնական կազմակերպության բոլոր ստրուկտուրաներում իրանք ունեցել են այս ներկայացուցիչները, սա պետք է հստակ պատկերացնել։ Եվ սրա մեջ իսկապես հանցագործություն չի եղել։ Եթե Վազգեն Առաջինը, սա վարկաբեկելու համար չեմ ասում, սա ուզում եմ ասեմ, որ լինելով այ վերահսկողության տակ եւ որպես հաստատված կանդիդատուրա ռուսական KGB-ի կողմից, սովետական KGB-ի կողմից մոսկովյան, ինքը միևնույնն է կարողացել է ազգապահպան գործունեություն իրականացնել, ինքը կարողացել է իր ժամանակաշրջանում եւ մարդկանց մեջ ես մկրտվել եմ այն ժամանակ, երբ որ ինքը եղել է կաթողիկոս, հասկանում եք, իմ բոլոր հարազատները եղել են կոմունիստ, ծնողներս, պապիկ, տատիկները, բայց մեզ բոլորիս տարել են մկրտելու, այսինքն ինքը կարողացել է այդ process-ը պահպանի, հայապահպան, ազգապահպան process-ը կարողացել է օգտագործելով որոշակի գործիքակազմեր պահպանել։ Հիմա սա չգնահատել, գիտենք դեգեներատիվ բան է, նույնիսկ։ Հաջորդը փլուզված պետության ավարտված պետության թղթերը բերել ցույց տալ, ասել, որ ինքը KGB ագենտ է եղել, ասում է, եւ ինչա դա փոխում։ Հասկանում ես, այնքան նյութ չունեն տալու ցույց տալու մեզ բոլորիս, որ բերել են, ասում անհիշելի ժամանակ, մեկ էլ բերեք Տիգրան Մեծի ժամանակվա թղթերը, ասեիք, այս ինչ մարդիկ վտանգավոր բաներ եք ասում։ Որտեւ այն կողմի վրա են, հա։ Չէ, Տիգրան Մեծի ժամանակ Հայաստան չափերը մեծ էր, դա արդեն տարբեր երկրների, հա, մեկ էլ ասեիք, որ ասենք ձեր նախնիները օրինակ, այսինչ բաներ ազնվական տոհմից են եղել, որոնք Սասանյան, չգիտեմ, Պարսկաստանի հետ համագործակցության մեջ են եղել, դուք ասենք դեգեներատ էլի, պրծել այդ պետությունը, всё, անցանք առաջ։ Հիմա կոնկրետ ըստ էության ունեք որևիցե փաստաթուղթ առայն կամ եղբոր սովետի ժամանակ համագործակցելը որևէ հապարի հետ ինչ կապ ունի, կարաք բացատրեք։ Բան չունեն, նյութ չունեն, հասկանում եք, մատերիալ չունեն, այ որ ձեռը տակ մատերիալը ուներ, հիմա Նիկոլ Փաշինյանը այդ մատերիալից սարքել էր բազմաթիվ հոդվածներ եւ սարքել էր քրեական գործեր։ Մարդը ասում է, չգիտեմ, գնացեք բան հորինեք, այս խանութը փակեք։ Հիմա պատկերացնես, ինչքան եթե այսքան հիմք ունենային ներկայացնելու, ինչ էին արել, բայց իրանք օգտագործում են ինչ։ Իրանք սկսեցին բանից, հա, այդ բաց թողեցին բալիկ ունի, ինչ ունի, աղջիկ ուներ, կաթողիկոս աղջիկ ունի։ Դից ասում դե լավ ունի հիմա, ինչ ասեմ։ Աստված պահի, ասում է բոլորի բալեկին։ Ինչու շատ չունի։ Այդ անցան գնացինք, հետո ապարզվեց բանը, չգիտեմ ինչ որ KGB-ի շպիոնա, չգիտեմ ինչ այդ չանցավ վեհապարի վրա, հիմա անցել են աղբոր վրա վեհապարի։ Ժորժան ասում է, մի հատ ձեր տնեցիկին է որ թափ տանք, Նիկոլ Փաշինյան, քո տնեցիկին որ թափ տանք։ Ես թափ տվել եմ, ներողություն։ Թափ տվել եմ, ուրեմն սովետական միության տարիների փաստաթղթերի համաձայն Նիկոլ Փաշինյանի պապը, Նիկոլ Արաքելի Փաշինյան համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ։ Ցմփ։ Բայց դա արդեն հայերենով չի, ռուսերենով։ Ռուսերենով, ահա, այ օտարի լեզուով եք տարածում։ Ինձ համար
ճիշտ ասած, այս պահին միևնույն էր, թե մահացածները գնացածների մասին ինչ ինֆորմացիա կա, մեզ շատ ավելի կարևոր էր, այո, լյուստրացիայի process-ը իրականացնել, ու իդեպ ասեմ, որ քաղաք հասարակության են ներկայացուցիչները, որոնք որ հիմա ինչ որ տենց ասում են, տեսեք, լյուստրացիա տեղի ունենում Ժորժ ջան, իրանք բոլորը դեմ են եղել այդ լյուստրացիայի, բոլորը դեմ են եղել, տարբեր պատճառաբանություններով են դեմ եղել։ Գիտե հիմա անուններ չեմ կարող տամ փակ հանդիպումների ժամանակ ա եղել, բայց ես ինչ կան ասել եմ եկեք անենք, մի քանի հոգի են եղել սատարող, մնացածը այն Ես տապալել կարծեք են թե պատճառը գիտեմ, Իսկ Տիկին թվում է Կարապետյան։ ես էլ գիտեմ, որովհետև ասում եմ իրանց վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր են շրջանառության մեջ դրվելու, որ խայտառակ։ Պատճառը հետևյալն է, Սովետական Հայաստանի Պետանվտանգության կոմիտեի ղեկավարը Մարիուս Յուզբաշյանը հարցազրույց է ունեցել, որտեղ ասել է, որ մինչև 91 թվականը, մինչև իրենք գործել են, ասել է Հայաստանում չի եղել որևէ շարժվող բան, որ մենք չենք հավաքագրել։ Ինչ ասեմ, խնդրեմ։ Այդ թվում նաև դիսիդենտ, այսպես ասած, դիսիդենտների մաս։ Ես չգիտեմ որքանով է ճշմարտություն, բայց դե հələ թող բացեն լյուստրացիա անեն, տեսնենք ով է։ Իրականում, եթե մենք փորձում ենք ինչ որ մաքուր էջից սկսել, դա չի կարող լինել անհատապես մարդկանց թիրախավորելով։ Դա պետք է լինի համակարգային լյուստրացիա, ընդ որում ոչ միայն KGB-ի գործակալներ, բա թուրքական միթի գործակալները, բա մնացած պետությունների գործակալները, այսինքն մենք ինչ է ես խնդիր ունեմ գործակալների հետ։ Եվ FSB-ի գործակալների հետ, եւ միթի գործակալների հետ, եւ Մոսադի, հա, բայց հələ բացեք տեսնենք, ովքեր են ում գործակալներ, որտեվ կարող է KGB-ի անվան տակ հանդես եկողները, օրինակ, միթի գործակալներ են, ոչ թե KGB-ի։ Նորից շատ կարևոր է հասկանալ հիմա ինչ են անում այս արևմուտքի ֆինանսավորմամբ թիրախավորել են Ռուսաստանի ազդեցության գործակալների հետ կապված խնդիրներ լուծելու։ Ես կոնկրետ հարց ունեմ։ Մենք ուրիշ տեղից վտանգներ չենք սպասում ընտրությունների ժամանակ։ Իշխանությունը կոնկրետ։ Ես սպասում եմ։ Ես գիտեմ, որ միջամտություն ունենալու են եւ Թուրքիան ա ունենալու, եւ Ադրբեջանն ա ունենալու, եւ Իսրայելն ա ունենալու, որովհետեւ իրենք հետաքրքրված են ունենալ այստեղ մի մեկին, ով իրենց բոլոր հանձնարարությունները մեծ ջանասիրությամբ սեփական ժողովրդի շահերի հետաքրքրությունների ապագայի հետ կապված խորապես անտարբեր լինելով այդ ամեն ինչին ինքը առաջ է տալու։ Հիմա միայն Ռուսաստանի դեմ պայքարելու ֆոնին ես ուզում եմ հասկանամ ուրիշ տեղից Նիկոլ Փաշինյանը փաստորեն վտանգ չի զգում։ Մնացած տեղերից ինքը ունի ոնց են ասում սատարում, հա, ենթադրում եմ, կամ ես հասկանում եմ, որ արևմուտքը ստեղ ինչ-որ իմաստով այդ աստիճանի հետաքրքրված չի, որ անձնապես գա ու շատ մեծ ներգրավվածություն ունենա, եւ ամենայն հավանականությամբ ես դա ասել եմ, այս տարածաշրջանում իրան հետաքրքիր է երկու բան, հա, նախ խաղաղություն ու ում հաշվին դա կլինի, իսկապես այդ արևմուտքը իսկապես հետաքրքրված է ստեղ խաղաղությամբ, բայց ում հաշվին դա կլինի, ում եկեղեցին որ կոմի վրա կմնա, որ հող, բացարձակ խորապես անտարբեր են այդ դատապարտել եւ երկրորդը տարածաշրջանային շահեր ունեն, ինչի պետք է գան հետաքրքրվեն։ Սա պետք է հասկանալ, որ սա մեղսագրելու համար չեմ ասում, իրենք ուղղակի իրենց հետաքրքրություն են։ Եվ երկրորդը իրենց պետք են մարդիկ այստեղ վերարտադրվեն, որոնք իրենց հանձնարարությունները կատարելու են sense full։ Հիմա Նիկոլ Փաշինյանից լավ տարբերակ իրանք չեն գտնելու։ Ինչ պիտի անենք մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, Ժորժան, մենք ունենք նորից 60-ից 80% այս իշխանությունների հետ անհաշտ մարդիկ։ Մենք պետքա վեր կանանք ու ասենք, որ չէ, չեն կարող չընդունել մեր որոշումը։ Կալասը կլինի, չգիտեմ, ելով կլինի, Տրամպը կլինի, Պուտինը կլինի, մնացած բոլորը ով ուզում է որտեղ ուզում է լինի, ժողովրդի որոշումը չի կարող չընդունվել։ Չեն կարող չընդունել այն իշխանություններին, որոնք կգան արդար ընտրություններով։ Այլ խնդիրը, որ այդ արդար ընտրությունները իհարկե մեծ հարցականի տակ են դնում այս նախապայմանների, երակետային տվյալների պայմաններին, բայց միևնույնն է, լուծումը կա, պետքա գնալ ընտրության եւ կանել ձեր ճիշտ ընտրությունը։ Բայց շատ ճիշտ է ասում, կապ չունի ում կընտրեք։ Ում որ մերժում եք դրանց դրեք մի կողմ, մնացածին խնդրեմ ասում, ես էլ չեմ որպես քարոզարշավ չեմ օգտագործում։ Ում ուզում եք գնացեք ընտրեք, բացի նրանցից որ դուք մերժում եք Ժորժան։ Հա, բայց կարող գնալ ընտրատեղամաս։ Այս տարապես մի պահ եկա այն կարծիքին, որ կարելի է պետք է Հայաստանում ընտրություններին մասնակցություն դարձնել պարտադիր։ Որ եթե մարդիկ չեն մասնակցում, գոնե ինչ որ տուգանք մուծեն։ Սա Նիկոլի Փաշինյանի տրամաբան, չէ, այդ դեպքում պետք է քվեաթերթիկում լինի նաև բոլորին դեմ տող, որ եթե մարդը
Չի ուզում օրենքով գնա, հա, պարտադրված գնում անդրատեղամաս, բայց որևէ մեկին չի ուզում, քվեարկի բոլորին դեպ։ Հա, գուցե տենց, որովհետև դա այնուամենայնիվ իրավունք է, դա Չէ, պարտադրել գիտեք, սա ինչի եմ ասում, որ Թե պետք կան երկրներ, եւ ընդ որում եվրոպական երկրներ, որտեղ կա։ Սա ինչի է կարևոր, որովհետև իշխանությունը ընդդիմության որոշակի հատված, որը վստահաբար ինչ որ համագործակցություն իշխանության հետ ապա մոտիվացնում են մարդկանց, ասում մի գնացեք ընտրության բան հնարավոր չի փոխել, բայց սա ինչ է ստացվում, սա ստացվում է, որ ընտրության գնացող փոքրամասնությունը որոշում է մեծամասնություն ինչ վիճակում է ապրելու։ Հա։ Դրա համար ես կարծում ինչ որ փուլ գոնե չգիտեմ 10 տարով դա օրենք լինի, որ մարդիկ սովորեն ընտրության գնալ, հա, ոչ թե Դրա լուծումը մյուսն է։ Все-таки պետք է մենք ունենանք այնպիսի քաղաքական ուժեր, այնպիսի մտքեր, գաղափարներ գեներացնող ուժեր, որոնք որ վստահություն կներշնչեն։ Այս չէ, որ մեր ժողովուրդը ընդհանրապես չի ուզում գնա ընտրության, ուզում է գնա ընտրության։ Բան չի տեսնում, ռեսուրս չի տեսնում, մատերիալ չի տեսնում, որին ինքը կարա գնա ու իրակի օրով տնից դուրս գա գնահասնի այնտեղ տեղամաս ու ձայնը տա։ Այդ է խնդիրը, որտեղ մնացածը բոլորը մնացել են, չգիտեմ, 1800 թվականների կուսակցությունների տրամաբանության մեջ, որ աշխարհը առաջ է գնում, փոխվում է աշխարհը։ Նախ մենք պիտի դա հետագայի հարց է իհարկե, նաև էլեկտրոնային ընտրության հնարավորություն տանք, որպեսզի երիտասարդների մասնակցությունը ավելան, բայց դա ապագայի հարց է, դա հիմայի հարց չի, որտեղ հիմա եթե եղավ, ես պատկերացնում Նիկոլ Փաշինյանը ինչ էլեկտրոնային ձայներ է հիմա ասում, տփելը առանձին, առնելը բաները առանձին, մնացածն էլ ասում էլեկտրոնային էլ կեղծելը առանձին։ Դե հետո դու գնահատացի, որ ասում է ժողովուրդը քեզ չի քվեարկել։ Հիմա լավ, տեսեք, դուք խոսում եք եվրոպացի գործընկերների հետ, փորձում եք բացատրել, հա, որովհետև այլ բան է մեր քննադատությունը մարդիկ ովքեր Հայաստանը չեն ուզում դեպի Եվրոպա գնա, դա կարող անցալվի թշնամական քննադատություն, այլ բան է որ մարդիկ այո Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպայի հետ եւ բայց համաձայն չեն այսօրվա ստեղծված իրավիճակին։ Մենք այս պահին դեռ բանակցությունների մեջ ենք տարբեր խմբերի թիմերի անհատների հետ, որպեսզի կարողանանք հասկանալ, թե մենք ինչ ծրագիր ենք վերջնական ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նոր տարուց հետո դա արդեն հասկանալի կլինի եւ այդ պահից սկսած այլևս կսկսենք հանդիպել նաեւ միջազգային դեռևս գործընկերների հետ։ Ես կարծում եմ երկար ժամանակ իրանք մեր գործընկերները կլինեն, իրանք տենց հեշտ մեզանից չեն բրցնի, որովհետեւ նրանք մարդիկ ովքեր խմբեր ովքեր իսկապես արևմտամետ են, այս այլանդակության հետ հաշտ չեն, միևնույնն է հետեւողականորեն գնալու են իրենց հետ հանդիպելու, իրենց բացատրելու, ինչքան էլ իրանք իրանց տենց միամիտ մարդկանց տեղ դնելու, միևնույնն է մենք հայկական շահը, այդ ուղղության վրա հայկական շահը պետքա լոբինգ անենք, բայց դա կլինի հունվարից հետո։ Մինչև այս պահը ցավոք սրտի տեսնում ենք ինչ որ կա։ Մի խնդիր էլ կա։ Նիկոլ Փաշինյանի թիկունքում են կանգնած եւ իր շուրջն են պտտվում, հիմա նրանք ովքեր ծածկում են այդ դաշտը մեծամասամբ եւ դա ծածկում են շատ վաղուց իրենց ինչ ասեմ, միայն լոզունգներով։ Իրանք միայն խոսքով են արևմտամետ, որտեղ իրենց գործնեությամբ իրանք եւ բռնությունն են արդարացնում, եւ հակասահմանադրական գործողություններն են արդարացնում եւ այլախոհների, որովհետեւ լինել ռուսամետ դա այլախոհություն է, դա հանցագործություն չի, մեր հասարակությունը հստակ պիտի հասկանա ռուսամետություն, արևմտամետություն, ինչ որ մի բանամետությունը դա հանցագործություն չի, դա քաղաքական հայացք է։ Եվ զուտ միայն ռուսամետության համար մարդուն հետապնդելը դա քրեորեն պատժելի եւ հակասահմանադրական գործողություն է։ Այս մարդիկ ապահովում են այդ նիշան, կարողանում են զբաղեցնել, այսինքն իրար քիփ-քիփել կանգնած են։ Տեսեք, լավ թեմա իջացեցիք, դրա վերաբերյալ ձեր կարծիքը կհարցնեմ։ Ես իհարկե մերժում եմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտեցումները, վարք ու բարքը նախկինում ունեցած այդ պատմությունները, բայց մարդը այսօր դատվում է այդ թվում նաև մի հատ քրեական գործով, որտեղ ինքը Հայաստանի ապագան տեսել է Ռուսաստան, Բելարուս միութենական պետության կազմում։ Տեսեք, ցանկալի չի դա, բայց դատապարտելի էլ չի։ Ինչու՞։ Որովհետև այս խմբակցությունը օրենք ընդունել, որով Հայաստանը պիտի ԵՄ անդամ դառնա։ Հիմա երկու պարագայում էլ Հայաստանի ինքնիշխանությունը զիջվելու է որոշ չափով։ Այդ դեպքում ես երկրորդ Այսինքն ունենալ այդպիսի իշխող ֆրակցիա, բայց դատել էս մարդուն միութենական պետության մասին կարծիք հայտնելու վերաբերյալ սա անթույլ է։ Ես ճիշտ ասած գործին չեմ հետևում դիտալեն, չգիտեմ, բայց քրեական գործերից մեկը դրան է վերաբերվում։ Կաշառքի գործը կա եւ կա սա։ Դա ის ուրիշ հարց տամ։ Ժորժ ջան, իսկ օրինակ Ռոբերտ Քոչարյանը նույնա բովանդակ համարյա բան է, ավելի սերտ համագործակցության մասին թեմանաց է։ Իսկ ինչի մի դեպքում դուք կալանավորում եք մարդուն, մի դեպքում քրեական գործ հարցում եք, մի դեպքում քրեական գործ չեք հարցում։
Լավ տրամաբանությունը տեղ որտեղ է։ Այսինքն բոլոր իրավիճակներում այս իշխանությունը ինքը լուստրացիա կոչվածը ըստ նպատակահարմարության անում, քրեական գործ հարուցել ըստ նպատակահարմարության անում, ինչ որ Խանութ մեկին փակելը։ քեզոքացնելը ըստ նպատակահարմարության անում։ Այս իշխանությունը գնում է տապալել է մեր պետական կառավարման այդ ամբողջ մոդելը, այս մարդը գնում է տապալելու ճանապարհով, այսպես չի կարելի։ Հերիք չի ասում ամբողջ իշխանությունը զավթված վիճակում է սահմանադրության ներքո, ճիշտ է, այնպես չի որ սահմանադրությունից դուրս է զավթել, բայց փաստացի Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է բոլոր այդ կարգավիճակները, գլխավոր դատախազից մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողով, համեկից մինչև ինչա ցանկացած մի կառույց ասեք։ Ամբողջը Նիկոլ Փաշինյանի մի հոգու ձեռքում է։ Եվ այս process-ում ինքը ուղղակի տալիս է հանձնարարություններ զուտ իր շահերից ելնելով, ինչ որ գործեր սկսել, չսկսել, ինչ որ մարդկանց փակել, չփակել, ինչ որ ուղղություններ թիրախավորել, չթիրախավորել։ Սա սրան վերջ պիտի լինի, թե չէ։ Ու էլի նորից վերադառնալով սրա վերջը շատ ռեալիստական է, շատերին թվում է թե եկել է նստել այլ սրան հանել չի լինի, գլուխները պատովն են տվել։ Սրանց հեռացնելը, այսինքն կտցնելու նման մի բան է։ Պետք է մի բան անել գնալ ընտրություններին, մասնակցել ընտրություններին։ Ուրիշ տարբերակ այս պահի դրությամբ առնվազն գոնե չկա։ Տիկին Կարապետյանց, կարող ենք ասել, որ ձեր քաղաքական ակտիվությունը նաև պայմանավորված է նրանով, որ ձեր քարոզած աշխարհակաղակական կենտրոնը կամ քաղաքակրթությունը, փորձում են ներկայացնել հայ հանրությանը Թոխմախի Մեհերի, Բենթլի Սամոյի, Լֆիկ Սամոյի դեմքերով, ասելով, որ ահա մենք գնում ենք Եվրոպա, սրանք էլ մեր հենարանդներն են, ժողովուրդ ջան։ Բայց ժողովուրդը նայում է, ասում է, բայց այդ տիպոց Եվրոպայի հետ այդքան էլ գոնե մեր իրանց իմացած Եվրոպայի հետ կապ չունի։ Ավելին ասեմ, այդ հələ Դուք անհանգստացած եք, որ Եվրոպային էլ դեմքերով են այդ երկրորդ պլանի հերոսներն են, առաջի պլանի հերոսներն են, մարդու վրա թքող Ալեն Սիմոնյանը, որը շարունակեց պաշտոնավարել, առաջի պլանում են աննկարագրելի բառապաշար ունեցող Նիկոլ Փաշինյանը, այդ նույն բանի մեջ են, շարքի մեջ են, չգիտեմ, տարբեր կուսակցություններ, որոնք իրենց ներկայացնում են իբրև արևմտամետ, բայց իրենց կողմնակիցները կաբինետում մարդ են տպում 10 հոգով, որտեղ դա սկի էլ չասեմ արևմուտքի արժեքների մեջ չի տեղավորվում ժողովրդավարության դա սկի տղավարի չի, դա սկի փողոցային բանի մեջ չի տեղավորվում։ Ես համաձայն չեմ, տեսեք Տիկին Կարապետյան, Տարոն Չախյանի ծեծի մասին է, չէ՞ խոսքը, որտեղ թաղապետը, այնտեղ ես լսեցի մեկնաբանություն, հանրապետություն կուսակցություն, շատ հետաքրքիր մեկնաբանություն, որ կարծում եմ, այդտեղ ես հասկացա, որ այս լրիվ եվրոպական է։ Ասած, եթե նախկինում մարդկանց ծեծում էին դալաններում, մենք տեսախցիկների առաջ ենք արել։ Դու տես թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ապա մի քիչ օրենք են խախտել։ Ես մի հատ բան ունեմ, բառ ունեմ, Չէ, բայց դա եվրոպական հեջ եթերա, ինչի թե չեք ասեի։ Սա արդյոք արևմտյան արժեք թափանցիկություն, թափանցիկության մասին ենք խոսում, հանուն արդարության, եկեք ասենք, որ Նիկոլ Փաշինյանի նման թափանցիկ ոչ մեկ չի եղել երբեք։ Լրիվ Եվրոպայա։ Որովհետև ասում են, եթե ժամանակին կային կուրատորներ, որոնք դատախազությանն ու դատավորին զանգում էին տարբեր վերնախավի ներկայացուցիչներից, հիմա չկա տենց բան։ Նիկոլ Փաշինյանը թափանցիկ հանձնարարությունը գրում է Facebook-յան էջում, ստատուսի տեսքով ու գնաց, ասում է, ոստիկանությունը գնաց, քննչականը գնաց, դատախազությունը գնաց, դատավորները գնացին, բոլորը լցվում են այդ ստատուսը թափանցիկ ստատուս, թափանցիկա չի ասում։ Բայց սա էլ է արդարացած, որովհետև Փաշինյանին բռնել են, ասենք, Սամվել Կարապետյանի գործով։ Դա մարդը գրել է պետության համը հեսա բերան այդ կմնա, չէ՞։ Ու մարդուն բացում ախպեր, ես էշեի գրել եմ, դուք եք արել։ Ես ձեզ ասել եմ անեք, դատախազություն։ Իմիջիալուց ասեմ, հենց տենց էլ լինելու է։ 100% Գլխավոր դատախազները, քննիչները, դատավորները, ժողովուրդ ինքը իսկապես գնալու է մենակ։ Ու դուք մնալու եք դրա պատասխանության տակ, որտեղ ոնց որ պատերազմի ժամանակ կանգնեց ասեց, հա ես չէի հասկանում բամնացածը ինչի էին, ինչ որ process-ներ իրականացնում կամ չգիտեմ։ Հիշում եք բանի։ Ես մեղավորն եմ կամ պատասխանատուն չեմ։ Հա, ասում է ով է սրանց հրեշը, ես եմ, թե ասում է հանվիր այդ մարդը, ասում է, լսի, բայց հիմա ամենամեծ հրեշը դու ես եմ, որ ասեցի հանվիր, թե դու որ դու հանվել ես։ Հա, այնպես որ իմացեք, որ դուք իսկապես պատասխանատվություն եք կրելու։ Դա անխուսափելի process անելու, ասել որ
որ մենք ստացել ենք հրահանգ, մենք ուսադիր կրող ենք եղել, մենք չենք կարող դա չիրականացնել, դուք կարող եք դա չիրականացնել։ Դուք կարող եք չմասնակցել օրինակ, չգիտեմ, եկեղեցու վրա հարձակումներին։ Ո, դա մի հատ լավ թեմա, մի հատ անընդհատ այդ շրջանառության մեջ ա դնում, մի հատ կարճ ասեմ, էլի։ Պրոնիկոլական ուժերը ասում է երկու հակընդդեմ հայացքներ ունեցող խմբեր եկել էին հակընդդեմ միտինգներ են իրականացնում, չկա տենց բան։ Կար արարողություն, կրոնական կազմակերպություն, կրոնական կազմակերպության տարածք, իր իրականացվող արարողություն, իր հոգևորականներով, իր կանոնակարգին համապատասխան եւ կային մարդիկ, պետական աշխատողներ, որոնք եկել էին հարձակվելու, խաթարելու, թույլ չտալու, որ այդ կրոնական կազմակերպության այդ կառույցի ու կապ չունի դա որ կրոնական կազմակերպությունն է, իր process-ը իրականացվի իր կանոնացիան, իր իրավունքների, իր կոնվենցիոն իրավունքներին համապատասխան։ Այս սա է տեղի ունեցել։ Ոչ մի համարժեք բան չկա։ Դանիել Յովհաննիսյան չկար համարժեք, այնտեղ երկու տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ։ Այս մարդը չի կարողանում հասկանալ, տեղավորվել է մի տեղ, ինչ որ մի բան մի տեղից լսել է, չի կարողանում հասկանալ, որ դա լրիվ տարբեր բաներ են։ Եվ իմիջիալոց էդ էլ ասեմ, բոլոր նրանք, ովքեր հարձակում են իրականացում, սա հավերժ չի տևելու, ժողովուրդ ջան, ինչ որ մի պահի դուք ստիպված եք լինելու սրա պատասխանը տալ։ Այդ լյուստրացիանը տեղից է գալու։ Ու եթե ես ժամանակին անդադ ասում եի, որ լավ եկեք ամբողջական լյուստրացիա չանենք, որ հասարակության ներսում այդ խժդժությունները, այդ process-ները չլինի, որովհետև շատ մարդիկ կիմանային, թե իրանց բարեկամը ոնց է իրանց վրա հենց գործ տվել ու դա լարվածություններ ստեղծելու։ Մենք օրինակ թիմա միշտ առաջարկել է, որ եկեք ավելի փոքր ծավալ, օրինակ բարձր պաշտոններ զբաղեցնողները շատ խորքային լյուստրացիա պիտի անցնեն, օրինակ քաղաքական ուժի ղեկավարները կամ որոշում կայացնողն իրանք պիտի խորը լյուստրացիա անցնեն։ Ես առաջարկում եմ հիմա այլևս քաղաքասարակության ներկայացուցիչներին պարտադիր պիտի լյուստրացիա անցնել, որովհետև չի կարող այսպիսի process տեղ ունենալ։ Ագենտներին, օտարերկրյա ագենտների դեմ այդքան է կողմնակից չեմ, մեղմ ասած կողմնակից չեմ, բայց լյուստրացիան ինձ համար պարտադիր է լինելու։ Դուք բոլորդ ներառյալ ինձ պետք է անցնենք, մենք բոլորս լյուստրացիայի process-ով։ Այդ օրենքի հետ ես էլ կարող եի համաձայն չլինել, բայց երբ որ հիմա նայում եմ արևմուտքից եկած գումարները, ինչ կազմակերպությունների են տրվում, ոնց որ միակ ճանապարհը դա լինում որ փակես այդ գումարը։ Որտեվ ինչի է սա այս միտքը առաջացել, որտեվ մարդիկ փող են ստանում եվրոպացիներից, Եվրոպայում աշխատող մարդկանց հարկերից հավաքված փողեր են ստանում իբր ժողովրդավարության համար, բայց այստեղ ծառայում են իշխանություններին։ Եվ ոչ միայն ծառայում են իշխանություններին, այլև ծառայելու հետ փորձում են նաև անկախ երևալ, ասում են լավ կներես, դու քանի դեմք ունես, գոնե եթե ծառայում ես իշխանությանը, ինձ համար անկեղծ ասեմ, Վահագն Ալեքսանյանը ավելի ընդունելի է, որպես կուսակցական դատապարտելի լինելով ավելի ընդունելի է, քան որ կուսակցական է, մարդը տակը ստորագրություն ունի ինքով, քան մարդիկ, որոնք քաղաքասարակության դիմակ են հագնում, բայց Նիկոլ Փաշինյանն պաշտպանում, իրենց թեզերն են առաջ տանում եւ այստեղ բանը դեֆորմացվածություն է առաջանում։ Այստեղ հանուն արդարության եկեք ասենք։ Չի հասկանում ինչ է տեղի ունենում։ Շատ լավ հասկանում ես գիտեք ինչ ոչ էլ բան են։ Մի դրվագ ասեմ։ Չէ, մի դրվագ ասեմ։ Նիկոլ Փաշինյանն իր գրքում ու հոդվածներում նախկինում ինչ գրել է Արցախի վերաբերյալ։ Բոլորը իրագործել է։ Մի պահ ինչ որ հայրենասեր էր խաղում, չէ՞, բայց Նիկոլ Փաշինյանը այդ նախին գրվածքների համոզմունքն ունի։ Իսկ այդ նախին գրվածքներում ինքը եվրոպացի պաշտոնյաներ ասում են եվրո յոնջաներ։ Ես վստահ եմ մտածում ախպեր, եթե իշխանությունը պայլում որ պետք է եվրո յոնջաներին խափել, որ ես հակառուս եմ, չգիտեմ, ես Ռուսաստանի դեմ եմ պայքարում, կխափենք, ինչ եղել որ։ Ես համոզված եմ դրանում, որովհետև երբ որ գնում է Գերմանիա ու սենց բոլոր ամբողջ այդ համակարգը իր այդ թվում նաև քաղաքասարակության ներկայացուցիչ հանդես եկող մարդիկ բանեն, չէ, մեծ պատկերով ցույց են տալիս, որ ինքը գնացել է բան, Գերմանիա, հələ տեսեք ում ձեռքերն է սեղմելում թաթիկներն է համբերել։ Մեկ էլ ասում է 5 րոպե չանցած, պարզվում որ ինքը գնացել է Ռուսաստան եւ ասում է հայտնի շենքի ֆոնի վրա նկար անում ու չկա, ու ձեն չկա, ոչ մեկ չի ասում։ Այսուր գնաց, ասում այսում հետ հանդիպեց այդ մարդ, որը մի հատ ուրիշ հարցել կա, էլի։ Մարդ, որ ամեն օր վառ ռեժիմով խոսում է հարձակման մասին, որ իր իշխանության վրա իրենց որպես դեպի արևմուտք գնացողներու անդադ հարձակում կա, որ Ռուսաստանից գալիս են զինված խմբեր, պատրաստված խմբեր, որոնք որ իրա վրա մահափորձ են նախապատրաստում, ամեն գնալուց հեծանիվ է քշում։
Ամեն գնալուց ասում են մայկա տրուսիկ հակած կասկեն է գլխին փուճուր կասկեն Առանց հաց ուտելու թե խմելու էլ չի գալիս։ Վայ ասում նավիճոկից չի վախենում, ասում ժողովուրդ, լավ դուք չեք հասկանում, որ ձեզ խափում են, լավ չեք հասկանում, որ ձեզ հիմարի տեղ են դնում։ Ինչ կան կարելի է այդ նույն կուտը ուտել, բայց նաև ֆինանսավորմանը վերադառնալով մի հատ տարբերություն կա։ Հիմնականում ճնշող մեծամասնության դեպքերում արևմտյան ֆինանսավորումները թափանցիկ են։ Հասարակությունը իմանում է, որ օրինակ, այսինչ կազմակերպություններ կան, այսինչ էքսպերտներին, այսինչ երկրից կամ այսինչ ֆոնդից ֆինանսավորել են եւ քաղաքասարակությունը եւս պարտավոր է դրա մասին գրառումներ անել, որպեսզի տեսանել են։ Ռուսական գումարները տեսանելի չեն։ Այդ է խնդիրը։ Եթե փակեն պետությունը չի կարողանում փակել։ Ոնց կփակի, եթե դրանք տեսանելի դաշտում չէ, եթե դրանք ֆոնդերով չեն գալի, դրանք տարբեր դոնորներից չեն գալի, այսինքն պաշտոնապես չեն գալի մեծամասամբ։ Ինչի Թուրքիայից չեն գալիս փողը։ Թուրքիայից եկել Ադրբեջանից 200 քանի միլիոն փող ա եկել։ Ում ա եկել, ինչ ա եկել, ոչ ոք չի։ Թուրքիայից, Ադրբեջանից եկող փողերը, չէ, այսօր մեր արևմտամետ ռուսամետի բանի մեջ ներկայացրեցի, բայց հաստատապես դրանք այդ գումարները գալու են հատկապես ընտրություններին առաջ ես խորին համոզմունք ունեմ, որ գալու են եւ Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի սատարումն ալինելու եւ տարբեր այլ երկրների սատարումներ ալնելու, ովքեր հետաքրքրված են Նիկոլ Փաշինյանի վերարտադրության, բայց այդ կապ չունի, բացարձակ էական չի, ով ինչ կամ փող ուզում է, ստեղ թափի, որոշողը մի հոգի է ու դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մեր ժողովուրդն է նորից ասում 1000 անգամ ասել եմ կհոգնածնեմ, բայց պիտի ասեմ, պետքա վեր կանալ սուսփուզ, գնալ ընտրությունների, մասնակցել ընտրությունների, ով ինչ կամ փող ուզում է ծախսի դա կապ չունի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցումի նժար սահմանադրական շարժման ներկայացուցիչ վարչապետի տեխնատու Նինա Կարապետյանից հետ տեսություն կհանդիպենք։